Հանուն Հոր և Որդու և Հոգուի Սրբո, ամեն։ Միակ երանելին, մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ բնակվում է անմաչելի լույսի մեջ, միակ երանելին ըստ Հակոբոս առաքյալի Աստված է, և կատարյալ երանությունը ամբողջական, անթերի, մշտնջենավոր ու հավիտենական Աստված է, երանություն է և երանելու է և երանություն է պարգևում արարածներին, որովհետև երանություն նշանակում է կատարյալ բարություն, թե հոգևոր և թե աստվածային, և թե հավիտենական, և թե մշտնջենավոր, բարության ամբողջացումն է երանությունը, և հա այս բարության ամբողջացումը միայն Աստված ունի։ Եվ այս կատարյալ երանությունը Աստված պարգևեց նախ հրեշտակներին երկնքում, որտև հրեշտակները վայելում էին այն երանությունը, որ աստվածային էր, բայց ցավոք սրտի նրանցից մի մասը անկում ունեցան և զրկվեցին երանությունից և ընկան թշվառության մեջ, իսկ թշվառությունը հակառակ երանության ամեն տեսակի չարիքի ամբողջացնում է։ Երկրորդ երանությունը վայելեց Ադամը և Եվան դրախտում, բայց ցավոք սրտի թշվառության հետևանքը նրանց վրա երևաց, երբ հավատացին օձին և Տիրոջ պատվիրանի դեմ դուրս եկան, և այսպես ընկնան թշվառ մի վիճակի մեջ, երկիր եկան, դրախտից իջան երկիր, և ահա երկիրը ու երկինքը դարձան փորձառության, փորձարկման մի վայր, հրեշտակները, որ կատարյալ ու սուրբ էին ստեղծված, իրենց պատճառով փորձության ենթարկվեցին և վտարվեցին երկնքից։ Երկիրը կրկին դարձավ փորձառության մի վայր, մարդիկ էլ փորձվեցին երկրի վրա, և ովքեր արժանի եղան, բարձրացան երկինք, լրացրեցին անկյալ հրեշտակների պակասը, և հավիտենական երանությունը պետք է լինի հանդերձյալ աշխարհում, երկնքի արքայության մեջ։ Երանությունը ներքին է և արտաքին։ Ներքին, որովհետև Քրիստոս ավետանում ասում է, երկնքի արքայությունը ձեր մեջ է, երկնքի արքայությունը երանության ամբողջացնում է, բարությունների լրումն է, և այս երկնքի արքայության երանությունը Քրիստոս խոստացավ իր սիրելիներին ներքնապես, նախ մեր հոգում, մեր սրտում, և մենք ճաշակեցինք և սուրբերն ու արդարները ճաշակեցին երկնքի արքայության երանությունը և ոչինչ չէին համարում այս աշխարհը, Քրիստոս նրանց առաջնորդում էր և ասում, յանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, հալածվում են, հեռանում են այս աշխարհից, և որքան հեռանում են աշխարհից, փրկվում են չարից և հասնում են բարում, հասնում են երկնքի արքայություն, որովհետև չարի վերջը բարի սկիզբն է, և որքան հեռանում ենք չարից, հայտնվում ենք բարու մեջ։ Այն երանությունը, որ նրանց սրտում էր, առաջնորդում էր դեպի երկինք, հեռացնում էր, ու հենց իրենց էին հալածում, հեռանում էին այս աշխարհից, որովհետև հալածիչները երբեք չեն կարող հալածել սուրբերին, եթե իրենք իրենց չհեռացնեին իրենցից, հեռանում էին մեղքերից, հեռանում էին այս աշխարհից, հեռանում էին, որ գնային երկնքի արքայություն, հալածվում էին հանուն Քրիստոսի, որովհետև երանությունն էր հանուն Քրիստոսի հալածանքը, որովհետև արագ ուզում էին հեռանալ այս աշխարհից, ելնել մարմնից և կատարյալ երանությունը վայելել, որտև երկրորդ երանությունը արտաքին է, ոչ թե ներքին։ Ներքին երանությունը միայն մտքով, սրտով ենք մենք ճաշակում այս աշխարհում, մարմնով
դեռևս հալածանքների, նեղությունների, դժվարությունների մեջ ենք, բայց հոգով երանելի ենք։ Եվ սուրբերը փափագում են այս երկրորդ երանությունը, կատարյալ երանությունը, որ այնքան մեծ է, ոչ թե մեր մեջ է, այլ մենք ենք նրա մեջ։ Այսպիսին է երանությունը։ Սկզբում մեր մեջ է բնակվում, այնուհետև մենք ենք իր մեջ բնակվում։ Ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, մտեք ուրախության մեջ, մտեք, ընկղմվեք, սուզվեք երկնքի արքայության երանության մեջ։ Այդպես են սուրբերը մտնելու երանության մեջ, հավիտենական կյանքը հոգով, մտքով, մարմնով և ամբողջությամբ պետք է վայելեն։ Ուրեմն այսպիսի երանելի էին Սահակն ու Հովսեփը, իշխաններ, որ ապրել են հայոց Կարին քաղաքում 7-րդ դարի վերջում, 8-րդ դարի սկզբներին, երբ արաբներն էին տիրում Հայաստանում և իսլամական հավատքը պարտադրում են հայերին։ Եվ իսլամ մի իշխան ամուսնանում է քրիստոնյա հայ կնոջ հետ և ունենում է 3 որդի՝ Սահակ, Հովսեփ և երրորդի անունը չի հիշատակում պատմագիրը։ Հայտնի է դառնում, որ սրանք իսլամ հոր որդիները պարտադրում են իրենց հավատքը ուրանալ։ Հանձն չեն առնում, սաստիկ չարչարանքներ են ենթարկվում և ի վերջո նահատակվում են հանուն Քրիստոսի։ Եվ միասնաբար տունախմբվում են այսօր Սահակն ու Հովսեփը Սարգսի և Բագոսի հետ։ Սրանք էլ Մաքսիմյանոս կայսեր օրոք են ապրել, որ արքունիքի նշանավոր բարձրաստիճան պաշտոնյաներ էին սրանք։ Մաքսիմինոսը պարտադրում է հավատքն ուրանալ, ասում են չենք ուրանում մեր հավատքը։ Պատվո զգեստներից, իշխանական զգեստներից մերկացնում է, կանացի զգեստները հագցնում և ամբողջ քաղաքով մեր խայտառակելով պտտեցնում է, բայց սուրբերի համար դա երանություն էր, Քրիստոսի անվան համար խայտառակությունը, որտև նրանք փառք ու պատվի էին արժանացնում հրեշտակների կողմից։ Երբ տեսնում է, որ հնար չկա, սկսում է չարչարել, այնպիսի չարչարանքների ու ձաղանքների ենթարկում, որ Բագոսը չի դիմանում, մահանում է։ Եվ այդպես առաջինն է գնում երկնքի արքայություն, իսկ Սարգիսը մի կերպ դիմակայում է այդ բոլոր չարչարանքներին, ի վերջո բանտ են նետում Սարգսին, որտեղ հրեշտակը գալիս է, հպվում է Սուրբ Սարգսի մարմնին և բուժում է նրա վերքերը։ Հաջորդ օրը կրկին ատյան է ներկայանում։ Նորանոր չարչարանքներին ենթարկում, ներսից մեխերով պատված կոշիկ են հագցնում և երկար ժամեր քայլեցնում են այդպես Սուրբին, բայց այդ բոլոր չարչարանքներին սիրով էր դիմանում, համբերում էր, ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, ով մինչև վերջ համբերեց, նա կփրկվի։ Սա էր անում Սարգիսը, մինչև վերջ էր հարբերում։ Ամեն հնարք գործադրեցին, տեսան, որ անդրդվելի է իր հավատքի մեջ, ի վերջո 300 թվականին գլխատեցին Սուրբ Սարգիս զորավարին, որ տեղի ունեցավ հարավային Սիրիայում ներկայիս։ Հետագայում Կոստանդինոս կայսեր կողմից Սուրբ Սարգիս զորավարի նշխարների վրա քաղաք կառուցվեց, հոյակերտ մի տաճար կառուցվեց և այդ քաղաքը կոչվեց Սարգսի քաղաք, Սերգիոպոլիս, և մեծ սրբատեղի է, բազմաթիվ սուրբեր այնտեղ գնում էին աղոթելու Սուրբ Սարգսի բարեխոսությունը խնդրելու և մեծամեծ խմբեր ուխտավորների գնում էին Սերգիոպոլիսը և Սուրբ Սարգիսը նրանց համար բարեխոսում էր, թող մեզ համար էլ բարեխոսեն Սուրբ Սահակ, Սուրբ Հովսեփ իշխանները, Սուրբ Սարգիս և Բագոս զորավարները, ամեն։